Ինչպես ասել էի, ներկայացնում եմ ջրի փորձաքննության որոշ տվյալներ։ Մինչ այդ ասեմ, որ մեր քաղաքացիներից նրանց, ում ես չեմ արձագանքել դեռևս մինչ այս պահը, վստահ եղեք, որ անպայման հասցեագրելու եմ, ուղղակի հազարավոր նամակներ եմ ստանում, դրա համար դեռևս չեմ կարողացել արձագանքել, պետք է դրանք խմբավորվեն եւ ուղարկվեն փորձաքննության, այնպես որ հանգիստ եղեք։ Հիմա սկսում ենք բյուրեղավանից։ Բյուրեղավանի մի քանի հասցեներից նմուշառում էր կատարվել, ուղարկվել էր փորձաքննության եւ ահա փորձաքննության արդյունքներով հայտնի են մանրեաբանական ցուցանիշները, հայտնաբերվել են կոլիֆորմ մանրեներ, E. coli եւ էնտերակոկ։ Սա նշանակում է, կարող եք ինքներդ որոնելու տեսնել, որ կոլիֆորմ մանրեները վկայում են համակարգի ջրային համակարգի ընդհանուր աղտոտվածության մասին, իսկ E. coli-ն եւ էնտերակոկը արդեն շատ ավելի լուրջ աղիքային վարակիչ հիվանդությունների հիմք կարող են հանդիսանալ, իսկ խոցելի խմբերի անգամ ավելի երկարաժամկետ հետևանքներ առաջացնել։ Սա նշանակում է նաեւ, որ խմելու ջրին խառնվել են կոյուղաջրերը եւ դրա համար էլ առաջացել են այն հետևանքները, որի պատճառով մարդիկ հոսպիտալացվել էին։ Հիմա ես հարցում էի կատարել նաեւ հիվանդությունների եւ վարակների կանխարգելման ազգային պետական մարմին, որպեսզի հասկանամ, թե իրենց մոտ ինչ տվյալներ են, եւ այսօր արդեն եկան պատասխանը, որ Արզնի եւ Նուրնուս համայնքներում իրենք էլ հայտնաբերել են կոլիֆորմ մանրեներ եւ բնականաբար կոլիֆորմ մանրե առհասարակ ջրում չպետք է լինի, ինքը աղտածին է, ինքը կարող է առաջացնել տարբեր հետևանքներ եւ ուրեմն նշանակում է, որ այս 3 համայնքի բնակիչները պատճառը նրանց այդ վիճակի եղել է այս մանրեները։ Ընդ որում ասեմ, որ տարբեր օրեր են փորձաքննությունները կատարվել 16, 17, 18, 19, հետեւաբար չեք կարող ասել, որ մեկ օր է եւ այլն։ Ես լիազորված եմ Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից Վեոլաջուր ընկերության հետ վարելու բանակցություններ, որպեսզի հասկանամ, թե ինչպես են իրենք հասցեագրելու այս խնդիրը, սկսած նրանից, որ այս մարդիկ ջրի վարձ չպետք է մուծեն, վերջացրած նրանից, որ իրենք բարոյական տառապանքներ են կրել, առողջության համար իրենց գումարներ են տվել եւ խմելու ջուր են գնում ամեն օր, հա, իրենց միակ մեղքերն է, որ ջուր են խմել։ Հիմա, եթե Վեոլաջուրը իրեն իսկապես համարում է սոցիալական պատասխանատվություն ունեցող միջազգային ընկերություն, ապա պետք է հասցեագրի, ես պատրաստ եմ լսել իրենց տեսակետը եւ ասեմ նաեւ, որ ես կարող եմ իրենց հուշել, որտեղից այդ միջոցները գտնեն, մի հատ թող ուսումնասիրեն 2024-25 թվականի իրենց շահույթների տարբերությունները, միանգամից կտեսնեն, ես կարող եմ հուշել։ Հիմա, ինչ վերաբերում է մեր մյուս ուղղությանը, այսինքն խմբային հայցին, ջրի կոշտության, ընդհանուր հանքայնացման եւ այլ ցուցանիշներով։ Մի շարք հասցեներում Ավանեսը այն թափի տարբեր հասցեներ, Նորխարբերդի տարբեր հասցեներ, Արցախի փողոցի տարբեր հասցեներ շատ բարձր ցուցանիշներ են։ Դրա համար այդ կավիճի համը, կրի համը, մետաղական համերը, պղտոր գույնը, չգիտեմ, այդ ամեն ինչը դրա պատճառով է։ Պարզապես պետք են փորձաքննություններ, որ հասկանանք կալցիում, մագնեզիում, երկաթ եւ այլն, կան հասցեներ, որտեղ հակասական ուրեմն տվյալներ կան, դրա համար եւս փորձաքննություններ մի քանի անգամ պետք է կատարվեն, դրա մասին ես ձեզ լրացուցիչ տեղյակ կպահեմ։